Տիկին Ծառուկյան, հաջորդ դատական նիստին Վահագն Աբգարյանին որոշվել է, որ մի քանի վկայի կանչեն, մինչդեռ նախորդ դատավորի մոտ բավարարվեցինք ընդամենը մեկ վկայով, առանցքային վկայով, որին բավականին մեծ դժվարությամբ հնարավոր եղավ հրավիրել նիստին, որպեսզի ինքը ցուցմունքներ տա։ Այս անգամ ինչ եք կարծում, հնարավոր կլինի նրան գտնել, բերել եւ օրինակ ինչու նախորդ անգամ մի քանի վկաների չհարցակնեցին, այս դատավորը որոշեց մի քանի վկաների հիման վրա նաև անդրադառնալ երևի թե ձեր միջնորդությանը։ Նախորդ դատավարությունը այդ process-ը, որը տեղի ունեցավ ապացույցների կարգի փոփոխման բացառապես Արթուր Մնացականյանի մասով, դա արդար դատավարության իմիտացիա էր եւ դատախազական մոտեցման իմիտացիա էր, որովհետեւ ինչ էին ասում էին մեզ համար խնդրահարույց է բացառապես Արթուր Մնացականյանը, դատախազությունը այդ փաստը ընդունեց, բայց հետո ինչ ասցին, չէ, Արթուր Մնացականյանն էլ հարցակնվեց, Վահագն Աբգարյանը պետք է մնա կալանքի տակ։ Այսինքն այդ իմիտացիան ես արձանագրել եմ ու մոտ օրերս երևի 2 օրից գնում է, 2 օրը գնում է Եվրոպական դատարան եւ ոչ միայն, գիտեք, արդեն բարձրաձայնել եմ դատարանում, որ ինձանից չնեղանան ոչ մի դատավոր, երբ որ որոշում եք կայացնում, արձանագրություններ եք անում, խայծ եք կուլ տալիս սրա նրա ելույթներից, առանց ապացույցները հետազոտելու, որոշումների մեջ արձանագրում եք բաներ, որ վարույթի նյութերում չկա։ Մեղադրական ծավալից դուրս եք գալիս, հաղորդում ենք տվյալ հանցագործության մասին, հենց որ նախորդ դատավարությունները այդ իմիտացիան, որը արդեն եկավ հասավ իր հանգրվանին, նաև իր տեղը գտնելու է համապատասխան վարույթներով։ Հիմա, բայց ամենակարևորը գիտեք ինչն է, այս տվյալ դատարանը իմ մոտ դեռ իմիտացիայի տպավորություն չի թողել։ Ես հուսամ, որ այդպես կմնա, որովհետև ես տեսնում եմ հստակ դատավարություն անելու ցանկություն։ Այս նույն ձևի շաբաթը 2 անգամ նախորդ դատավորն է կարող էր, նրան նախորդողն է կարող էր, նրան նախորդողն է կարող էր, այնտեղ մեկը կար, որ քննում էր Երևան քաղաքի գործը, 2 տարի շարունակ քննում էր, մի հատ չէր ասում, գիտեք, դաժե առարկայական ընդհատությունը ստեղ չի, էլի պետք է Երևանում քննվի։ Տվյալ դատավորը ինչու է բոլոր վկաներին կանչում, որովհետև ինքը դատավարությունն է մեզ դա ասում։ Նախորդ դատավորն ասում էր, քանի որ դատախազությունն ասում էր իմ համար մենակ Արթուր Մնացականյանն է խնդիր, ասում էր այս մեկին եկեք քննենք, հետո խափամիջոցի հարցը քննարկենք։ Տպավորություն էր, որ այդ միակ խնդիրը կվերանա ու խափամիջոցը գոնե տնային կալանքի ռեժիմի կանցնենք։ Խափվեցինք, այսպես ասեմ։ Հակառակ դեպքում ես չէի համաձայնվի, որ գոնե մեկ վկայի պարագայում կարգը փոխվի։ Չնայած մի լավ բան է եղել։ Հարգելի մեզ հետևողներ, բոլորդ գիտեք ով է Արթուր Մնացականյանը, Արթուր Մնացականյանը գալիս է նորից հարցաքննվելու։ Այս դատավարությամբ արդեն, այսինքն այս առարկայի շուրջ արդեն հարցաքննվում է 4-րդ անգամ, եթե ոչ 5-րդ անգամ։ Այսինքն նույն բանի մասին ինքը անընդհատ գալի խոսում է, բայց ինչ է խոսալու, այդ է կարևորը, հանգարց չփախնես չգնաս երկրից, դու անպայման պետք է գաս հարցաքննվես, որովհետև հիմա այս պահին ստեղ է գնում է գալիս է, այնտեղ մյուս կողմն ասում է մենք այդ ոնց է տեղեկություններ ունենք, տենց Էվրիկա են հայտնաբերում, բայց չեն ասում, որ Վահագն Աբգարյանի հարևանն է հենց Արթուր Մնացականյանը, բա մենք չիմանանք ով իմանա, Ալավերդին էլ փոքր հատված է, մեկը մյուսի մասին ամեն ինչ գիտի, այդ վկայի կինն էլ, որտեղ նստում է, պատմում է իրանց հետագա ծրագրերից ու պլաններից, գալի հասնում է մեզ, նես չընկած ենք հետևից, էլի, որ ընկածել էինք հետևից դժվար առհասարակ այն ինչ իրանք են նկարագրում, մեղադրանքի մեջ այն կերպարը, որը նկարագրում են Աբգարյանին, դժվար տեղ հասներ։ Ցանկություն չունենք որևէ մեկի հետևից ընկնելու, հետևաբար այդ խոսույթն էլ ավարտվի։ Բայց ամենակարևորը, որ արդեն որերորդ անգամ հարցաքննվելու է նույն բանի շուրջ, ու այս անգամ կտեսնեք, այս անգամ թույլ է տվել, չէ, դատարանը եւ դատախազությունը առարկություն չունի, որ մենք տեսանկարահանելու ենք։ Դուք կտեսնեք նախորդ իր տրված ցուցմունքները առանց իրան գետ մի հարց տալու, ոնց է սկսելու հերքել։ Ոնց է օրինակ ասելու, հիշում եք այն ապակին, որ Թաթուր Շանյանի մոտ այլ ձև էր հարցաքննվել, այլ բաներ ասել, ես համացանցում տեղադրեցի, որ այդ ապակու մասին քո հետևություններն ու կեղծ ցուցմունքները
հիմնավորվում է, որովհետև այդ ապակին ունի առանձնահատկություն, եկավ մեր դատարանում, ասեց առանց իրան հարց տալու, ասեց իդե, պետք որ ասում էի ապակի է փոխվել, որտեղ էր ասել, չգիտենք, էլի Թաթուլենց մոտ ինչ խոսում է, գիտի մեր մոտ մենք անգիր գիտենք ինքը ինչ է խոսում, այդ ապակին չէր, ուրիշ ապակի էր, հիմա այս ընթացքում ինչքան հարցազրույցներ ենք միասին արել, ինչքան բան եմ ասել, որ քո ասածները կեղծիք է, դա էլ է գալու հերքի, դա էլ է այլ ձև գալու հարցաքննվի, ինչը բոլորը ականատես է կլինելու։ Այսինքն դուք ունեք վկայի ձայնագրությունները եւ կարող եք ներկայացնել դատարանին, որ կամ դատարանը ինքը կարող է լսել եւ համեմատել։ Լավ, ասենք լսեց, համեմատեց, տեսավ հակասություններ կան ցուցմունքների մեջ, ո՞րն է լինելու դատարանի քայլը։ Գալու է մի փուլ, դատավարությունն է պարտադրում, երբ որ դու ապացույցների անթույլատրելիության հարց ես բարձրացնում եւ արժանահավատության հարցը վերջի ելույթներով, եզրափակիչ ելույթներով։ Երբ որ Արթուր Մնացականյանի անթույլատրելիության հարցը բարձրացնենք, մենք բարձրացնելու ենք հետեւյալ կերպ. Այդ վկան վկա չի, դա թունավոր ծառի պտուղ է։ Ինչու՞։ Նախ քննիչը արձանագրել էր, որ ինքը հաստատապես ոչինչ չգիտի։ Ինքը դրա մասին իր ցուցմունքներով ուղիղ ասում է, որովհետև հակառակ դեպքում ինքը օժանդակողի է վերածվում, իսկ ինքը գիտակցում է, ինչքան էլ իրան սովորեցնում են, ինքը հասկանում է, որ ինքը չի կարող լինել ականատես վկա, անմիջական ընկալած վկա, որովհետև նման բան գոյություն չունի։ Եթե նման բան է եղել, ինքը սովորեցրել է, ինքը տարել է, կրակել է, սովորեցրել, ինքը օժանդակող է, ու այս անձանց դատապարտվելու դեպքում իր հետևից էլ են գալու։ Եվ սա առանձնապես ծանր հանցագործություն է, երկար էլ չի կարողանալու փախնի։ Միջազգային հետախուզման մեջ հայտնաբերվելու է, տեղն էլ գիտենք Ռուսաստան է, միանշանակ իր տեղը ասելու ենք ինքը որտեղ է բնակվում, որ համապատասխան մեղադրանքի դեպքում իրան բերեն որպես օժանդակող։ Բայց հարցը դա չի։ Այո, ձայնագրություններն ունենք։ Անկախ մեր տեսանկարահանումներից արձանագրություն է կազմվում ձայնագրություններով։ Եվ ոչ միայն այս դատարանների ձայնագրություններն ունենք, նաև ունենք նախաքննական իր ցուցմունքները այլ վայրերում, նույն բաների մասին։ Եվ մի փուլում բերելու եմ դատարան, այն ապացույցների լրացնամ փուլում, ասելու եմ հարգելի պատվարժան դատավոր։ Հիմա ինքդ ես որոշում։ Այս ցուցմունքներից ո՞րն է արժանահավատ։ Նույն դրվագի վերաբերյալ քննվում է Թաթուլ Շանյանի գործը, ընդեղ ուրիշ բան է ասում, ստեղ ուրիշ բան է ասում, դա է պատճառը, որ դատախազությունը, մեղադրանքի կողմը, առասարակ ամբողջական նաև տուժողի կողմը, դեմ էին, որպեսզի Թաթուլ Շանյանի վարույթով հարցաքննված իր ցուցմունքները գա ստեղ։ Հիշում եք նախկինում ասում էին, վայ, չէ, դա մեր հետ ինչ կապ ունի, ո՞նց կապ չունի։ Նույն դրվագն է, ասում եք Վահագից Թաթուլը փող է վերցրել։ Ինչ անենք, որ առանձին է հարցաքննվում։ Ավելի ճիշտ առանձին է իր վարույթը գնում։ Այդ անհանգստությունը տալիս է հիմնավոր կասկած, որ յուրաքանչյուր դատավոր գնահատման արդյունքում այս վկայի որևէ ցուցմունք ոչ թույլատրելի է ճանաչելու, ոչ էլ արժանահավատ է ճանաչելու։ Հələ որ մի քիչ խորանան առարկայի մեջ բովանդակային, անգամ վերաբերելի չի լինելու, որովհետև մարդն ասում է, ես ինչ իմանամ, ախրանի կեր պարապում էր, վրեն օրինական զենք եմ տեսել, որ այդ ապօրինի զենքից իրարից չի տարբերվում, բացարձակապես իրարից չի տարբերվում, մենք էդի բերելու ենք, հապացուցելու ենք։ Դու ո՞նց ես իմացել, դա օրինական զենքն է, թե իրա ոստիկանության կողմից տրված օրինակ օրինականն է, թե օրինակ այն քո կողմից սարքված ֆեյք անօրինական զենքն է, որ իբրև Վահագն է տվել։ Հասկանում եք, այսինքն այս անձը միանշանակ դատարանների կողմից ուզեն թե չուզեն գնահատվելու են։ Ժամանակին եւ դրա նախադեպը կա։ Արտակ Գալստյանի գործով Դավիթ Հարությունյանը եւ վերևում նույնիսկ վերաքնիչ դատարանը 3 կազմով Նիկողոսյանի նախագահությամբ հստակ տվել են այդ որոշումները, որ մի ցուցմունքից ավել նույն բանի մասին անձը հարցաքննվելու պարագայում չես կարա դու գնահատես, թե որ ցուցմունքն է իր արժանահավատ եւ չես կարա դնես մեղադրական ակտի հիմքում։ Նույնիսկ վերջինիս ցուցմունքները համակցություն չունեն։ Անկամ ինչքան էլ ջանք թափեն այդ գաղտնալսումներով, այնտեղ գաղտնալսումներ կա, որտեղ օրինակ ասում էր կամոն ոնց էր մի ոտը ստենդ է, այսենց մեջը մարսեք, հայոյանք, այս ինչի տղա երկիր է, դա նույնիսկ որ շատ ջանանել պատվերի մասին չի, որ ինչի վրա հղում էր տալի Արթուր Մնացականն, ասում էր այդ հայոյանքը նշանակում է պատվեր ա տվել սպանության։ Մի պարզ պատճառով, որ փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ խոսակցությունը լրիվ այլ բովանդակություն ունի։